Բարև ձեզ։ Այսօր կներկայացնեմ, թե ինչպես է տեղի ունենում համագործակցությունը Rich.am հարթակում, ինչպես են բիզնեսները գտնում համապատասխան ինֆլուենսերների եւ ուղարկում հրավեր։ Ենթադրենք, ես արդեն ստեղծել եմ արշավ եւ այս պահին փնտրում եմ համապատասխան ինֆլուենսերի։ Ինֆլուենսերների լիստը այստեղ տեսնում եմ։ Կարող եմ սկրոլ անել եւ որոնել, ուսումնասիրելով նրանց պրոֆայլները։ Ինչպես նաև կարող եմ փնտրել կոնկրետ ինֆլուենսերի սրճի օգնությամբ։ Նաև կարող եմ ֆիլտրելով գտնել համապատասխան ինֆլուենսեր իմ արդեն ստեղծած արշավի համար։ Կարող եմ ֆիլտրել ըստ գնային առաջարկի, ըստ հետևորդների թվի, ներգրավվածության, ըստ կատեգորիաների, ինչպես նաև ըստ տարածաշրջանի։ Եթե ես գիտեմ կոնկրետ ինֆլուենսերի, կարող եմ գրել անունը, ենթադրենք Աննա Մարգարյան, ահա արդեն բերեց, ընտրում եմ ինֆլուենսերին և ուղարկում հրավեր։ Հրավեր ուղարկելուց առաջ ընտրում եմ, թե որ արշավի շրջանակներում եմ ուղարկում հրավերը։ Ճանաչելիության արշավը։ Հաջորդ, կարող եմ այստեղ թողնել մեկնաբանություն կամ չթողնել։ Ստուգում եմ արդյոք ամեն ինչ ճիշտ է և ուղարկում եմ հրավերը։ Ինֆլուենսերը, այս դեպքում Աննան, ով ստացել է հրավերը, մուտք գործելով իր հաշիվ նամակներ բաժնում տեսնում է, որ ունի հաղորդագրություն։ Այստեղ տեսնում ենք, որ Rich.am-ը ուղարկել է հաղորդագրություն։ Բացելով կտեսնենք, որ այն ճանաչելիության արշավի համար հրավեր է։ Նախ ուսումնասիրում եմ արշավը, արշավի հրավերի բովանդակությունը, նոր ընդունում եմ այն կամ մերժում։ Դիտել հրավերը։ Այստեղ ծանոթանում եմ ամբողջ մանրամասներին ըստ հերթականությամբ, վստահ լինելով, որ բոլոր բաց հարցերը փակված են։ Այնուհետև կարող եմ ընդունել կամ մերժել։ Հրավեր ընդունելուց հետո վերադառնում եմ նամակներ բաժին։ Եթե ունեմ բաց հարցեր, որոնց շուրջ կուզենայի քննարկել պատվիրատուի հետ նախապես, դա կատարում եմ այստեղ չաթում։ Երբ բոլոր բաց հարցերը քննարկում ենք չաթում, դրանից հետո քննարկածի հիմքով բրենդը ուղարկում է պայմանագիր։ Պարտադիր դիտում ենք պայմանագիրը, ուսումնասիրում մանրամասները, վստահ լինելու համար, որ նա համապատասխանում է պահանջներին, այն ամենին, ինչը քննարկել ենք, կամ նախապես ներկայացված է եղել արշավի շրջանակներում։ Դիտել եւ ընդունել պայմանագիրը։ Ուսումնասիրեցի, ամեն ինչ նորմալ է և տալիս եմ ընդունել։ Այստեղ կարող եմ տեսնել նաև պայմանագրի տարբերակը, որտեղ մանրամասն ներկայացված է այն ամենը, ինչ քննարկվել է և ներկայացված է եղել նախապես արշավի շրջանակներում։ Ինֆլուենսերը հաստատում է պայմանագիրը, Rich.am-ը ավտոմատ գեներացնում է վճարային լինք, որը կատարվում է Stripe վճարային համակարգի միջոցով։ Բրենդը հղումը բացելուց հետո տեսնում է հետևյալը։ Տեսնում է գումարը, որը որ պետք է վճարի, լրացնում է համապատասխան ինֆորմացիան և վճարում։ Ինֆլուենսերը կարող է հետևել իր պայմանագրերի ընթացքին, գալով համագործակցություններ բաժին։ Երբ բրենդը վճարի, այստեղ կհայտնվի ակտիվ վիճակը։ Դրանից հետո կակտիվանա ընթացքում state-ը։ Այնտեղ կհայտնվի նաև կոճակ, որտեղից ինֆլուենսերը կարող է ներբեռնել իր կատարած աշխատանքը, որպեսզի բրենդը կարողանա review անի, թողնել համապատասխան մեկնաբանություններ, եթե իհարկե դրանց կարիքը կա։ Դա կլինի արդեն աշխատանքի ստուգման փուլում։ Եվ վերջնական փուլը դա կհամարվի ավարտված փուլը, որից հետո ինֆլուենսերը եւ բրենդը գնահատում են միմյանց կատարած աշխատանքի համար։ Երբ որ ամբողջ գումարը փոխանցվում է, եկամուտներ բաժնում ինֆլուենսերը տեսնում է հասանելիք եկամուտները։ Այս պահին հասանելի չի, քանի որ վճարումը չի կատարվել եւ չի անցել 1 շաբաթ բուֆերային ժամանակահատվածը, որից հետո ինֆլուենսերը կկարողանա դուրս բերել գումարը, փոխանցելով իր հաշվեհամարին։